Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, և «Գոյամարտն» այն սերիալներից է, որը պարզապես դիտելու համար չէ, այն ապրելու, զգալու և վերապրելու պատմություն է։ Ամեն սերիայով սյուժեն ավելի է խտանում, կերպարները բացվում, իսկ հեռուստադիտողն ավելի է խորանում ու ներգրավում այս ծանր, բայց չափազանց իրական պատմության մեջ։ Սերիալը սկսվում է մարդկային մեծ ողբերգությունից, բայց ժամանակի ընթացքում վերածվում է լայնածավալ պատմության, կյանքի պայքարի և ընտրության մասին։ Պատմության հիմքում կանգնած է մի ընտանիք, որի ճակատագիրը կոտրվել է տարիներ առաջ։ Ծնողները զոհ են դառնում ճակատագրի դաժան խաղին, իսկ երեխաները բաժանվում միմյանցից։ Այդ բաժանումը միայն ֆիզիկական չէ, այն հոգեբանական է, ճակատագրական ու անդառնալի։ Տարիներ անց նրանք մեծանում են, դառնալով տարբեր մարդիկ, տարբեր արժեքներով, բայց նույն ցավի հետք կրելով իրենց ներսում։ Այդ ցավն էլ ավելի է սրվում, երբ նրանց ճանապարհները նորից խաչվում են առանց միմյանց ճանաչելու։ Բռնցքամարտը սերիալում պարզապես սպորտ չէ, այն կյանքի մոդել է։ Ռինգը դառնում է այն վայրը, որտեղ մարդը մենակ է իր վախերի, ցավի ու անցյալի հետ։ Այստեղ ուժեղը ոչ միշտ է հաղթում, իսկ հաղթանակը հաճախ է դառնում նոր ցավի սկիզբ։ Հերոսների համար յուրաքանչյուր մենամարտ ճակատագրական է, որովհետև այն կապված է ոչ միայն փողով կամ կարիերայով, այլ ինքնության ու ճշմարտության հետ։ Սերիալի կերպարները բազմաշերտ են և հակասական։ Ինչպես արդեն տեղեկացավ հեռուստադիտողը, Դավիթն ու Դավիթ պապը միասին մեկնում են Մոսկվա, որպեսզի պարզեն, թե իսկապես ինչ է եղել իրենց Մարկի հետ և ուր է նա հիմա։ Բայց հասնելով Մոսկվա, նրանց բժիշկն ասում է, թե ինչու են շտապել ու առանց զանգահարելու եկել։ Իհարկե, սա նշանակում է, որ գաղտնիքներն այսքան շուտ չեն բացահայտվելու ու նրանք դեռ չեն տեղեկանալու, թե ով է իրենց երեխան։ Հատկապես, որ մայրը Դավիթի ու Դավիթ պապի հետ մեկնում է Մոսկվա։ Հավանաբար հենց նա էլ այնտեղ է լինելու, որպեսզի խոչընդոտի այս գաղտնիքի բացահայտմանը։ Եթե ժամանակին Ավոն փնտրեր ու գտներ եղբոր-որդուն, ապա այս ժամանակներում նման խնդիր այլևս չէր առաջանա։ Բայց ինչպես երևում է, Ավոն ծախսել է իր եղբոր արյան գնով վաստակած գումարն ու հանգիստ այսքան տարիներ առանց մտածելու ապրել։ Ավոն այս սերիալի ամենամութ ու միաժամանակ ամենահետաքրքիր կերպարներից է։ Նրա կյանքը կառուցված է վրեժի վրա։ Եղբոր կորուստը, հոր մերժումը, տարիների միայնությունը նրան դարձրել են սառն ու դաժան։ Նա ընտրել է ցավ պատճառելու ճանապարհը, կարծելով, թե այդպես կլցնի իր ներսի դատարկությունը։ Նրա երկակի կյանքը, երկու ընտանիք, երկու իրականություն խոսում է ներքին կործանման մասին, որն օրեցօր խորանում է։ Էռնան Ավոյի հակապատկերն է։ Նա ապրում է հույսով, հավատով և մայր դառնալու երազանքով։ Նրա ողբերգությունը լուռ է, բայց շատ խոր։ Նա չի կռվում, չի աղաղակում, բայց նրա ցավը տեսանելի է յուրաքանչյուր կադրում։ Էռնան այն կերպարներից է, ում ճակատագիրը հատկապես հուզում է հեռուստադիտողին։ Երիտասարդ հերոսների գիծը սերիալին տալիս է ժամանակակից շունչ։ Նրանք կանգնած են կյանքի սկզբում, բայց ստիպված են բախվել մեծահասակների թողած ծանր ժառանգությանը։ Սեր, խանձ, սխալընտրություն, փողի խնդիր ու ինքնահաստատման ձգտում, այս ամենը միախառնվում է նրանց կյանքում։ Նրանց հարաբերությունները երբեմն ջերմ են, երբեմն կործանարար, բայց միշտ իրական։ Գոյամարտի ուժը նաև նրանում է, որ սերիալը չի վախենում ցույց տալ կյանքի մութ կողմերը։ Այստեղ կան դավաճանություններ, սուտ, շահագործում, բայց կա նաև սեր, ներում և հույս։ Դիանա Գրիգորյանի ձեռագրին հատուկ պատմությունը չի մնում մակերեսային, այն խորանում է, հարցեր է տալիս և ստիպում է մտածել՝ ինչ է իրական ուժը և արդյոք հնարավոր է հաղթել՝ չկորցնելով մարդկային դեմքը։ Սերիալը պահում է ինտրիգը մինչև վերջ։ Յուրաքանչյուր սերիա ավարտվում է այնպիսի կետում, որ հաջորդը դառնում է սպասված։ Եվ հենց այդ սպասումն է, որ Գոյամարտը դարձնում է դիտարժան, քննարկվող և հիշվող։ Սա սերիալ է պայքարի մասին, բայց ամենից առաջ մարդու ներսում ընթացող գոյամարտի մասին, իսկ հեռուստասերիալում իսկապես ստացվում են թեժ ու հետաքրքիր կադրեր։
Շատ գաղտնիքներ, որոնք կբացահայտվեն մոտակա ժամերի ընթացքում։ Եթե դուք եք ցանկանում տեղեկանալ, թե ինչ գաղտնիքներ են բացահայտվելու, ինչ է սպասվում հեռուստասերիալում, ապա չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել, թե ձեր կարծիքով իսկապես Դավիթ Պապը կկարողանա ինչ-որ տեղեկություն ստանալ Մարկի կամ, ինչպես հիմա են նրան անվանում, Վովայի մասին։ Գերեզմանատանը Դավիթ Պապը վերջապես հանդիպում է այսքան տարիներ անց Ավոյին։ Արդյոք նրա մեջ նույն վրեժն է, նույն ցավը, դեռ հայտնի չէ, բայց միևնույն է, նրա արյունն է, իսկ դա նշանակում է, որ շատ մոտ ժամանակներում հետաքրքիր տեսարանների ենք ականատես լինելու։ Իսկ թե ինչի մասին է խոսքը, կիմանաք, եթե հետևեք մեր ալիքին։ Բաժանորդագրվեք, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։